Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։ Գյումրիում իշխանություններն ու ընդդիմությունը պատրաստվում են լուրջ դիմակայության, քաղաքային իշխանության արտահերթ ընտրություններին, որոնք կարող են դառնալ նախերգանքը առաջիկա ամիսներին սպասվող քաղաքական ակտիվ գործընթացների։ Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, ավելի ճիշտ Լեննական, Լեն սրտով, անսահման հումորով, թասիբով մարդկանց քաղաք, Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքը, կամ ինչպես գյումրեցիներն են սիրում ասել, հայրաքաղաքը, Պոլոզ Մուկուչի, Հովհաննես Շիրազի ու Մհեր Մկրտչյանի քաղաքը։ Այս մարդիկ քեզի կաշեն, ինչ են որ հասարակ մարդիկ են, դու ուրիշ ես, մենք ուրիշ ենք, մեր բաժակն ինչ որ մեզ հետ չես խմել։ Հնագույն Կումայրի բնակավայրից իր անվանումը ստացած Գյումրին Հայաստանի ամենահին քաղաքներից է։ Կային ժամանակներ, երբ Գյումրին ավելի մեծ տնտեսական եւ մշակութային նշանակություն ուներ, քան Երևանը։ 19-րդ դարում, երբ Արևելյան Հայաստանի տարածքն արդեն միացվել էր ռուսական կայսրությանը, ցար Նիկոլայ I-ի կնոջ Ալեքսանդրիայի պատվին Ալեքսանդրապոլ վերանվանված հայկական բնակավայրը Երևանի նահանգի ամենամեծ քաղաքն էր։ Այս անվանումը քաղաքը պահպանեց նաեւ անկախ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին։ Հետո Գյումրին Հայաստանի հետ միասին վերապրեց խորհրդային ժամանակաշրջանը։ 1924-ին պրոլետարիատի մեծ առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի պատվին վերանվանվելով Լենինական, թե ասա Լենինն ուր, Գյումրին ուր։ Իսկ անկախության վերականգնումից հետո Գյումրին վերագտավ իր հին հայկական անվանումը։ Այսօր Գյումրին կանգուն է, Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է, իր գեղեցիկ շինություններով, պատմամշակութային կոթողներով, մշակութային ու ստեղծագործական հրաշալի միջավայրով, նաև բազմաթիվ խնդիրներով, երկրաշարժից հետո դեռ ամբողջությամբ չվերականգնված աղետի գոտիով եւ իրար հերթով փոխարինող պաշտոնյաների չիրականացված խոստումներով։ Վերջին օրինական քաղաքապետը Բալասանյան դաշինքը ներկայացնող Վարդգես Սամսոնյանն էր, բայց Բալասանյան դաշինքը Բալասան չեղավ Գյումրու վերքերին։ Հիմա ավակ եւ կրտսեր Բալասանյանները եւս 3 հոգու հետ միասին անցնում են Գյումրու Սև Բերդի հարակից հողատարածքների օտարման քրեական գործով։ Քրեական գործի հարուցումից հետո Բալասանյան դաշինքը նախորդ տարվա հոկտեմբերին ամբողջ կազմով, այդ թվում քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական տվեց, որից հետո իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության անցկացրած երրորդյա պրայմերիզի արդյունքում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց անկուսակցական Սարիկ Մինասյանը։ Հենց նա էլ գլխավորում է ՔՊԻ նախընտրական ցուցակը մարտի 30-ին Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին։ Իսկ որ ուժերն են մասնակցելու մարտի 30-ի ընտրություններին եւ ովքեր են Գյումրիի քաղաքապետի նրանց թեկնածուները։ Եկեք հերթով անդրադառնանք բոլոր թեկնածուներին։ Բայց երկրի համար կխոսա, թոշակը կկտրեք։ Բայց մինչ այդ կարևոր պարզաբանում։ Ընտրական օրենսգրքի 2021 թվականի փոփոխություններով կուսակցություններն ու դաշինքները մասնակցում են թիմ ընտրություններին համամասնական ընտրակարգով։ Քաղաքացիներն իրենց ձայնը տալիս են ոչ թե քաղաքապետի թեկնածուին, այլ ավականուն։ Իսկ ավականիում ձայների մեծամասնությունը ստացած կուսակցության կամ դաշինքի ցուցակի առաջին համարը դառնում է քաղաքապետ, կամ էլ քաղաքապետ է ընտրում հենց ավականին, կախված ձայների հարաբերակցությունից։ Առաջադրումները Գյումրիում ավարտվել են մարտի 5-ին, նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է։ Մարտի 30-ին կայանալիք թիմ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, 6 կուսակցություն եւ 3 դաշինք։ Գյումրիի ավականու անդամության ամենամեծ ցուցակը ներկայացրել է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Սկսենք հենց ՔՊԻ ցուցակի առաջին համարից։ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, որը դեռ փետրվարին շրջանառված ՔՊ կարգախոսի շնորհիվ բոլորին հայտնի դարձավ որպես մեր Սարիկը, իրականում պատեհապաշտ ու ճամբարափող քաղաքական գործի դասական օրինակ է։ Հիմա տեսնենք ում Սարիկն է նա եղել նախկինում։ Մեկնեցեք Կիև։ Ու վերջ։ Ինչ Կիև։
Մեկնեցեք եւ հարցրեք, ինչ էր անում Պենիկովսկին նախքան հեղափոխությունը։ Վերաձևակերպելով դասականի խոսքերը գնանք Գյումրի եւ հարցնենք. ով է եղել Սարիկ Մինասյանը մինչև հեղափոխությունը։ Սարիկ Մինասյանը մինչև հեղափոխությունը եղել է այն ժամանակվա իշխող քաղաքական ուժի հանրապետական կուսակցության անդամ։ Ու թեև նա պաշտոնապես հերքեց դա, հայտարարելով, որ երբեք չի եղել ՀՀԿ անդամ, Գյումրիի ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը լրատվամիջոցներին հաղորդել է, որ Սարիկ Մինասյանը 2017 թվականին անդամագրվել է հանրապետական կուսակցությանը, դիմում ներկայացնելով ՀՀԿ Գյումրի մեկ կառույցին։ ՀՀԿ Գյումրիի կառույցը նաև հրապարակել է դա հաստատող փաստաթղթերը, այդ թվում 2017 թվականի հունիսի 12-ի ամսաթվով ՀՀԿ գործադիր մարմնին հասցեագրված դիմումը, որով Սարիկ Սամվելի Մինասյանը խնդրում էր ընդունել իրեն կուսակցության շարքերը։ Իսկ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո Սարիկ Մինասյանը հեռացվել է հանրապետական կուսակցությունից վերահաշվարկին չներկայանալու պատճառով։ Բնական է, ժամանակներն արդեն փոխվել էին, ժամանակն էր ճիշտ կողմնորոշվելու։ Ու թեպետ Նիկոլի հետ չէր քայլել, բայց մեր Սարիկն արդեն ճիշտ ճանապարհի վրա էր։ 2018-ին նա ընտրվել է ազգային ժողովի падգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակով։ 2022-2024 թվականներին զբաղեցրել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Իսկ 2024 թվականի դեկտեմբերին մասնակցել է քաղաքացիական պայմանագրի կողմից Գյումրիում անցկացված պրայմերիզին, որի արդյունքում նշանակվել է Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ ԺՊ դառնալուց հետո Սարիկ Մինասյանն անդամագրվել է իշխող կուսակցությանը։ Այսպիսի քաղաքական ու գաղափարական մեծ տրանսֆորմացիա է ապրել մեր Սարիկը ընդամենը մի քանի տարվա ընթացքում։ Մի պահ պատկերացրեք հանրապետականի Նժդեհյան գաղափարախոսությունը եւ Փաշինյանի Արցախն ու պատմական Հայաստանը ուրացած իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Հիրավի զորավոր է իշխանատենչության ուժը։ Սևակը կասեր, որտեղ մի պատառ չաղ յուղալի, կանգնած է այնտեղ նա երկյուղալի։ Ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր, հարազատ մորից ու որդուց ավել աշխարհում նա իր աշխարհն է սիրում։ Սուտ է։ Հիմա մեր Սարիկն իրեն պահում է իսկական ԿՊԱ-կանի պես։ Փաշինյանի թիմին միանալուց շատ չանցած ԿՊԱ-բարո հայտարարեց, թե ոչ թե Փաշինյանն է Արցախը հանձնել, այլ չեն կռվել։ Նիկոլ Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Այս հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը հայտարարել էր, որ սպասելու է Սարիկ Մինասյանին Շիրակի Պանթեոնում, որ գա ու նայի զոհված տղաների նկարներին եւ իր աչքերին ու ասի, թե ով չի կռվել։ Բնականաբար Սարիկը չեկավ։ Բայց երկրորդ խոշորագույն քաղաքում ԿՊ-ի համար ամենևին էլ հեշտ չի լինելու տեղական իշխանությունը վերցնելը։ Թեև Փաշինյանի վարչակազմը նախորդ տարվանից ամեն ջանք գործադրում է ու միջոցների մեջ խտրականություն չի դնում դրան հասնելու համար։ Անդիմության պնդմամբ Փաշինյանը բազմակի ապօրինությունների միջոցով նախ կառավարման ճգնաժամ առաջացրեց Գյումրիում, հետո տարբեր մեխանիզմներ կիրառելով իր թեկնածուին նշանակեց քաղաքապետի պաշտոնակատար ԿՊ-ի շանսերն ավելացնելու համար։ Իսկ մրցակիցները մեկը մյուսից հրաշք են։ Կոլորիտի պակաս պարզապես չկա։ Վերցնենք թեկուզ այս անձնավորությանը, ում գործերից Գյումրու հոտ է գալիս։ Ծամեր Գյումրին է։ Արտյոմ Թումանյանը գլխավորում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության 32 հոգանոց ցուցակը։ Մարդ, ում գործերից Գյումրու հոտ է գալիս։ Մարդ, ով մշտապես կանգնած է եղել Մարդ։ Այսքան պաթոս ու գլուխ գովանություն նույնիսկ մեծ ցանկության դեպքում դժվար է խցկել ընդամենը մեկ կարճ տեսահոլովակում, բայց ձեռքի հետ դերասան աշխատող եւ Գոր Վարդանյանի ֆիլմում ԱԱԾ աշխատակցի դեր խաղացող Արտյոմ Թումանյանի համար դա խնդիր չէ։ Տեսահոլովակը իսկական հիթ դարձավ համացանցում, զվարճացնելով հազարավոր օգտատերերի։ Հիմա տեսնենք, թե նրա քաղաքական կենսագրությունից ինչ հոտ է գալիս։ Նրանք հաջածանոտ մարդիկ շատ արագ հիշեցրեցին, որ Ֆայտոնով մարդն իրականում այդքան էլ անմեղ կերպար չէ, ինչպես ներկայանում է հանրությանը։ Մամուլը գրեց, որ նա դեռ 2018-ից ԿՊ-ի մոլի աջակիցներից է, իսկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ Արտյոմ Թումանյանը իշխանությունների կողմից հալածանքների ենթարկված, ազգային թշնամանք հրահրելու մեղադրանքով կալանավորված եւ 2022 թվականի հուլիսի 15-ին դատարանի դահլիճում մահացած լուսահոգի Արմեն Գրիգորյանի դեմ բողոքած եւ նրա դեմ թունավոր արշավ կազմակերպած անձն է։
Ուշադիր ինձ լսի Արմեն Գրիգորյան, նախկին ԿՎՆ-ի, Շիրակի մարզի ողջ ազգաբնակչության գյումրեցիների առջև խոստանում եմ, որ դու պատասխան ես տալու քո յուրաքանչյուր բառի համար։ Քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Քո պատիժը լինելու է շատ ցավոտ։ Ես դա խոստանում եմ։ Երևի ավելի ճիշտ կլինի վերաձևակերպենք մեմ դարձած տեսահոլովակի վերնագիրը։ Մարդ ում գործերից գործ տալու հոտ է գալիս։ Մարդ։ Իսկ Երկիրեյեմը գրում է, որ գյումրեցիներին իր կեղտոտ ու քստմնելի անցյալով քաչ հայտնի Արտյոմ Թումանյանը ըստ հրապարակված եւ չհերկված փաստերի 8-րդ դասարանի կրթությամբ շարքային խաբեբա է եւ յուղալի թիրախների ընտրության ու նրանցից տարաբնույթ հնարքների միջոցով փողի շորտման մեծ վարպետ։ Նշվում է, որ 2021 թվականի հունվարի 15-ին նա խաբելով ու մոլորեցնելով մի քանի տասնյակ ազատանցիների ու նրանց համոզելով, որ Վազգեն Մանուկյանն ու Իշխան Սաղաթելյանն են մեղավոր, պատերազմի ժամանակ իրենց համագյուղացիների գերեվարման համար հավաքել էր նրանց գյուղի մոտ եւ մի քանի րոպեով փակել հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի մեքենայի ճանապարհը։ Но Գրեթիա, Սպարտա, Արմենիա, Գյումրի, Իսլաբոդկա, Վագլավե Վարտանիկը будет жива։ Տեխնացուների թվում է նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նախկին քաղաքապետն արդեն ակտիվորեն ներգրավել է քարոզարշավի մեջ, հերավար սուր բանավեճի մեջ մտնելով ԿՊԱ-ական պաշտոնյաների եւ հատկապես Շիրակի նախկին մարզպետ, այժմ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ, որն ընդգրկված է ՔՊԻ ավականու ցուցակում։ Իրան չեմ ճանաչում, իր մամային ճանաչում եմ։ Մամատ ՀՀԿ է, բայց մի բան եմ պատասխանում ձեզ։ Թեև ինձանից շատ ես բարձրացել, անունը դարձյալ կյանջ է մնացել։ Նույն կյանջն ես թշվառ ու ողորմելի, ես ներկևում էլ արծիվ եմ էլի։ Փաշինյանի ենթակայության տակ գտնվող իշխանության մարմիններն էլ նրան աչքաթող չեն անում։ Ասպարեզ վերադառնալուց շատ չանցած քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները ապօրինի զենք զինամթերք պահելու եւ կրելու մեղադրանքով ձերբակալեցին եւ կարճ ժամանակ անց ազատ արձակեցին Վարդան Ղուկասյանին եւ նրա թիկնապահին։ Փաստաբանը հայտարարեց, որ նրանց անպատվաբեր ձևով են ձերբակալել։ Ըստ Ղուկասյանի, իրեն գետնին են գցել, քարշ են տվել։ Նաեւ վնասվածքներ է ստացել թիկնապահը։ Մինչդեռ Ղուկասյանի ու Փաշինյանի հարաբերություններն այնքան լավ էին սկսվում 2018-ի ապրիլին, երբ նախկին իշխանությունների հետ ջերմ կապերը մոռացած Գյումրիի հրապարակում մերժում էր Սերժին։ Քայլելով մերժի Սերժին։ Ճիշտ է, մինչ այդ նա արդեն լքել էր հանրապետականի շարքերը եւ 2017-ին ազգային ժողովի падգամավոր էր ընտրվել Ծառուկյան դաշինքի ցուցակով։ Այս հակասականությունը շատ բնորոշ է ինչպես Վարդան Ղուկասյանի հախուռն բնավորությանն ու կերպարին, այնպես էլ նրա քաղաքական կենսագրության տարբեր հատվածներին։ Չմոռանանք, որ թեև նա երկար տարիներ Գյումրիի քաղաքապետ է եղել հենց հանրապետականի իշխանության օրոք, բայց իրականում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հետ էլ նրա հարաբերությունները հարթ չեն եղել։ Պաշտոնավարման տարիներին Վարդան Ղուկասյանն ու իր որդին պարբերաբար հայտնվում էին տարբեր կրիմինալ պատմությունների կենտրոնում, ինչը վնասում էր օրվա իշխանությունների վարկանիշին։ Ի վերջո հանրապետական կուսակցությունը որոշեց հրաժարվել Վարդան Ղուկասյանի ծառայություններից եւ 2012-ի քաղաքապետի ընտրություններում պաշտպանեց ԲՀԿ ներկայացուցիչ Սամվել Բալասանյանի թեկնածությունը։ Վարդան Ղուկասյանին այլ բան չէր մնում, քան հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից։ Նաեւ դիմում գրեց եւ դուրս եկավ հանրապետական կուսակցությունից։ Քայլելով մերժի Սերժին։ Իսկ այսօր Վարդան Ղուկասյանը գլխավորում է կոմունիստական կուսակցության նախընտրական ցուցակը։ Մենք էլ զարմանում ենք, ինչ կապ ունի Գյումրին Լենինի հետ, բայց ասեք, որ նման է Լենին պապիկին։ Ленин, такой молодой и юный октябрь впереди. Ներկայումս Վարդան Ղուկասյանն ասնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով, բայց հայտարարել է, որ իրենից հօգուտ պետության պահանջվող գույքերի մեծ մասը նվիրատվություն է, որն ինքն ու իր ընտանիքի անդամները ստացել են բանվորներից, պահակներից կամ խանութի վաճառողներից։ Մեկտաբանությունները թերևս ավելորդ են։ Հաջորդ տեխնացուն անդիմադիր ակտիվ գործիչ Ռուբեն Մխիթարյանն է, որը գլխավորում է Իմ հզոր համայնք կուսակցության նախընտրական ցուցակը։ Ռուբեն Մխիթարյանը երկար տարիներ եղել է Արմենիա հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը,
որից հետո վերադարձել է Գյումրի ու հիմնել սեփական բիզնեսը։ Դեռ 2018 թվականից Փաշինյանի իշխանության ակտիվ քննադատներից է։ Բազմաթիվ հումորային ու նաև լուրջ տեսահոլովակներ է ստեղծել այդ թեմայով։ Մխիթարյանի քաղաքական վարքագծում, սակայն, որոշակի հակասականություն կա։ Ըստ տարբեր լրատվական կայքերում հրապարակվող տեղեկությունների, Գյումրիում Ռուբեն Մխիթարյանին աջակցում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցությունը։ Կայքերից մեկը ֆիքսել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանելյանի եւ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի ներկայությունն այն դահլիճում, որտեղ քիչ անց պետք է տեղի ունենար Ռուբեն Մխիթարյանի հանդիպումը գյումրեցի ուսանողների հետ։ Իսկ նախընտրական շրջանում Ռուբեն Մխիթարյանի առաջին քաղաքական հայտարարություններից մեկը դոգմա կանոնով հայտնի Վարդան Ղուկասյանին հաճոյանալն ու նրան գովերքելն էր։ Մխիթարյանը հայտարարեց, որ ինքն ու դոգը նույն դաշտում են խաղում։ Մի հատ բան ասեմ, ժողովուրդ ջան, անկեղծ։ Այդ մարդը ունի բարձր կատարողական վարպետություն։ Ինքը շատ լավ ճանաչում է ժողովրդին։ Ու երեք օրինակ ինքը մի հատ այնպես կրեատիվ խոդ է անում, որ դից չես կարող, մարքեթինգային հրաշալի քայլ է անում, ասում եք նոր կուսակցություն եմ բացում, անունը դնում եմ դոկ, ինչը նշանակում է դեմոկրատիա, օրենք, կարգապահություն։ Իմ վերաբերմունքը Վարդանին այսպես դիմեմ իրեն, հա, կամ պարոն Ղուկասյանին ինքը ինձ իր եթերներում պարոն Մխիթարյանն է դիմում, ես չգիտեմ, թույլ տամ ինձ Վարդանով իրեն դիմեմ, հա։ Ես հիմա երկու բան կա իմ մոտ, որպես պրոդյուսեր ու որպես մարդ, որը զբաղեցնում է ինչ-որ մի հատ պլատֆորմ, որը իրենից ներկայացնում է ընդդիմադիր աշխատանք։ Հիմա որպես պրոդյուսեր ես ասում եմ բրավո իրեն, ինքը ստեղծել է մի հատ, ինքը իր հարտակը, ինքը համար ստեղծել է ոչ մեկ իրեն չի օգնե, ու ինքը այդ հարտակի այն հատվածը, որը որ ծառայեցնում է, իդեպ ես դե վստահ եմ ու անկեղծ եմ ասում, ես վստահ եմ իր այդ մղումների ազնվությանը, հա, օրվա ռեժիմի դեմ պայքարի։ Ես ունեմ այդտեղ վստահություն, որ ինքը այդտեղ չի խաղում, երկակի խաղ չի խաղում, որովհետև կներես դեմքի հետ արտահայտությամբ, ձայնի հետ հնչեղությամբ եւ տեքստի այդ արտաբերմամբ հնարավոր չի, այդ ասում եմ որպես պրոդյուսեր այդպես խաղալ հնարավոր չի, դե չէ կարելի էր պարոն Ղուկասյանին նաեւ բոլոր հնարավոր մնացած մրցանակները տալ։ Այդ հատվածի հետ ես նույնիսկ կարամ համարեմ, որ մենք նույն դաշտում ենք խաղում, որովհետև ինքն էլ է պայքարում օրվա իշխանությունների դեմ, ես էլ։ Մինչդեռ բոլորս էլ շատ լավ հիշում ենք, թե Վարդան Ղուկասյանը քանի անգամ է իր եթերներում ամենաանպարկեշտ հայհոյանքներով անդրադարձել Սերժ Սարգսյանին ու նրա ընտանիքին։ Ստացվում է, որ մարդ, ում պաշտպանում է Սերժ Սարգսյանի կուսակցությունը, իր առաջին նախընտրական մեսիջներից մեկով փորձում էր հաճոյանալ 5 տարի շարունակ Սերժ Սարգսյանին ու նրա ընտանիքի անդամներին հայհոյող անձնավորությանը։ Հետևությունները թողնում ենք ձեզ։ Ռումինացիներին, ֆրանսացիներին, չգիտեմ, դրանց էլ է ձեր տալի։ Իդեպ Վարդան Ղուկասյանի մասին։ Միացյալ Նահանգներում դոգի ձերբակալությունից հետո նրա դոգ կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի Գյումրիի ավականու ընտրություններին։ Գյումրիի ընտրություններին հայտ ներկայացրած ծանր քաշային տեխնացուների շարքին կարելի է դասել նաև ազգային ժողովի падգամավոր անդիմադիր պատիվ ունեմ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանին, որը Գյումրիում ընտրությունների մասնակցելու մեծ փորձ ունի եւ ժամանակին մի քանի անգամ հաղթել է այս քաղաքում անցկացված ընտրություններում ազգային ժողովի падգամավոր ընտրվելով Գյումրիի ընտրատարածքից։ Մարտուն Գրիգորյանը գլխավորում է Մեր քաղաքը դաշինքի 34 հոգանոց ցուցակը։ Քաղաքապետի տեխնացուն ազգային ժողովի падգամավոր է 2007 թվականից։ 2009-ից 2017 թվականներին եղել է Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ, հետո եղել է անկուսակցական։ Խոսելով Մարտուն Գրիգորյանի գործունեության մասին, կարելի է հիշատակել նրա կենսագրության մեկ հատկանշական դրվագ, որը կապված է 2015 թվականի հունվարյան հայտնի դեպքերի հետ։ Գյումրիում եւ ամբողջ Հայաստանի տարածքում չեն մոռացել Ավետիսյանների ընտանիքի ողբերգական ու դաժան սպանությունը ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, որից հետո ոճրագործը դիմել էր փախուստի, իսկ քաղաքում սկիզբ էին առել բողոքի ինքնաբուխ ցույցեր։
տեղի էին ունենում բախումներ ցուցարարների եւ ոստիկանների միջև։ Այդ դեպքերի ժամանակ Մարտուն Գրիգորյանը զգալի դերակատարում ունեցավ կրքերը հանդարտեցնելու եւ հետագա բախումները կանխելու գործում, պաշտպանելով մարդկանց արդար պահանջը, բայց նաեւ կոչ անելով խուսափել ավելորդ սադրանքներից։ Մասնավորապես նա ցուցարարներից մեկի հետ այցելել էր ռուսական ռազմաբազա եւ այնտեղից վերադառնալով հավաստիացրեց մարդկանց, որ իր աչքերով տեսել է ոճրագործին, որ նա ձերբակալված է եւ կրելու է իր պատիժը։ Ոչ մի պանիկան չկա, մեկ լարվեք, մեկ խառնվեք իրար, մենք ասեցինք, չէ, ժողովուրդ ջան, մենք մեր խոսքը պահում ենք, եթե մենք մեր խոսքը պահում ենք, հանդարտությունը պահում ենք, մնացած հարցերով է ասեցի։ Իսկ այս ընտրություններում Մարտուն Գրիգորյանն իրեն դիրքավորում է որպես ոչ նախկին, ոչ ներկա, հիշեցնելով, որ ինքը երբևէ չի եղել կառավարության կազմում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ էլ եղել է մարզպետ կամ քաղաքապետ։ Ի դեպ, ըստ ժամանակին մամուլում հրապարակված տեղեկությունների, Մարտուն Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջև վաղեմի թշնամանք կա։ Այս իմաստով հետաքրքիր կլինի հետևել հատկապես այս երկու թեկնածուների մրցակցությանը։ Ապրելու երկիր կուսակցության 30 հոգանոց ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը։ Նա 2021 թվականից Գյումրիի ավականու անդամ է, Ապրելու երկիր խմբակցության ղեկավարը։ Եղել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենը։ Ապրելու երկիրը հայտարարել է, որ քարոզարշավի ընթացքում իրենց թիրախը լինելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Սուրեն Սուրենյանցի դեմոկրատական այլընտրանք կուսակցության ցուցակի առաջին համարը Արտյոմ Ղարաղազարյանն է։ Նա գործարար է, մարզիկ, եղել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Շիրակի մարզի ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ։ 2016-ից 2021 թվականներին եղել է Գյումրու ավականու անդամ։ Ի դեպ Արտյոմ Ղարաղազարյանը թեև անկուսակցական է, բայց նրա գործունեությունը նախկինում սերտորեն առնչվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ։ Նա եղել է Գյումրու ավականու Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ եւ հեռացվել է ԲՀԿ խմբակցությունից 2018 թվականի մայիսին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը միանալու համար։ 2021 թվականի հունիսին Ղարաղազարյանն ընդգրկված է եղել ազգային ժողովի արտահերտ ընտրություններին մասնակցող Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակում։ Մայր Հայաստան դաշինքի 56 հոգանոց ցուցակը գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը։ Նա 2009 թվականից զբաղվում է գործարարությամբ որպես անհատ ձեռնարկատեր։ Գումայրի գրուպ ընկերության սեփականատերն է։ Գյումրիի ընտրություններին Մայր Հայաստանը մասնակցում է հավակնոտ ծրագրով։ Անդրանիկ Թևանյանի գլխավորած դաշինքը նպատակ է դրել Գյումրիին աղետի գոտուց վերածել ազատ տնտեսական գոտու։ Դաշինքի ներկայացուցիչներն ասում են, որ Գյումրին թե աշխարհագրորեն, թե իր ենթակառուցվածքներով ունի դրա բոլոր հնարավորությունները։ Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու եւ հարկային արտոնությունների մասով Գյումրին ազատ քաղաք դարձնելու նպատակով Կարեն Սիմոնյանը նախաձեռնել է ստորագրահավաք եւ հավաքել 7700 գյումրեցու ստորագրություն։ Իսկ քաղաքական առումով Մայր Հայաստանի տեխնացուն եւս թիրախավորում է իշխող կուսակցությանը։ Սիմոնյանը հայտարարել է, որ ԿՊ-ին իշխանազրկելը գյումրեցիների թասիբի հարցն է։ Գյումրիի ավականու ընտրություններին հայտ է ներկայացրել նաև արևմտամետ երեք ուժերի Հանրապետություն, Հանուն Հանրապետության եւ Եվրոպական կուսակցությունների կազմած Եվրադաշինքը, որի 25 հոգանոց ցուցակը գլխավորում է ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Եվրոպամետների քաղաքապետի տեխնացուն հայտնի է Սորոսի հիմնադրամից եւ արևմտյան այլ դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորմամբ իրականացվող իր գործունեությամբ։ Լևոն Բարսեղյանի մասին երկար բարակ խոսելու փոխարեն պարզապես մի մեջբերում անենք հրապարակ օրաթերթի, ում համար են Սյունիքը նկարահանում Բարսեղյանները վերտառությամբ հոդվածից։ Թասիբով մարդկանց քաղաք Գյումրիում մի ընտանիք կա, որին Հայաստանում շատերն են ճանաչում։ Լևոն Բարսեղյանին հանրությունը ճանաչում է որպես լրագրող, բայց ավելի շատ հայտնի է իր ասպարեզ ակումբով ու տարատեսակ գրանտային ծրագրերով։ Բայց այս ընտանիքին հայտնի է դարձրել ոչ Լևոնի լրագրողական կարիերան եւ ոչ էլ Հայկի ռեժիսորական ու սցենարիստական տաղանդը։ Նրանց Գյումրիում ու Հայաստանում հիշում են մի շատ վատ պատմությունով, որը ենթադրյալ մասնակիցներից ոչ մեկը դեռ չի հերքել, բայց որին չենք անդրադառնա ընթերցողին խնայելով։ Պարոն Բարսեղյան, լսել եմ դուք դեռ հացիկի շատ եք սիրում, հա? Չէ, լավ է,
գնաք եւ դեր հարցիկի սիրեկի մեջ գործ չունեք։ Մենք էլ կխնայենք մեր հեռուստադիտողին ու չենք պատմի այդ տհաճ պատմությունը, որի մասին Գյումրիում գիտեն բոլորը։ Պաշտոնական տվյալներով Գյումրիում կա ընտրելու իրավունք ունեցող 112,160 քաղաքացի։ Իդեպ նախորդ տեղական ընտրությունների համեմատ Գյումրիում ընտրողների թիվն ավելացել է 2707-ով, ինչը մտահոգություն է առաջացրել ավականու ընդդիմադիր խմբակցությունների շրջանում։ Նրանք լուրջ մտավախություններ ունեն, որ գործող վարչակազմը կարող է օգտագործել Հնդկաստանից ներգաղթած քաղաքացիների, Ռուսաստանից եւ այլ բնակավայրերից տեղափոխված մարդկանց ռեսուրսները ՔՊ-ի ձայները ավելացնելու նպատակով։ Բացի այդ, մտավախություններ կան, որ Արցախից բռնի տեղահանված հայերը, ովքեր բնակվում են Գյումրիում, կարող են չընդգրկվել ընտրական ցուցակներում հաշվի առնելով նրանց ընդդիմադիր հայացքները։ Ներքին գործերի նախարարությունից պարզաբանել են, որ տեղական ընտրություններում տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից բացի, քվեարկելու իրավունք ունեն նաև առնվազն 1 տարվա հաշվառում ունեցող Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձինք։ Այսպիսով, մարտի 30-ին գյումրեցիները կընտրեն իրենց քաղաքային իշխանությունը հաջորդ 5 տարվա համար։ Մեծ հաշվով ֆավորիտները 3-ն են՝ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Առաջինը որպես քաղաքապետի պաշտոնակատար վարչական ռեսուրսներին տիրապետող եւ կենտրոնական իշխանությունների աջակցությունը վայելող, իսկ Ղուկասյանն ու Գրիգորյանը որպես տեղում որոշակի ազդեցություն ու հեղինակություն ունեցող եւ ինչպես ասում են Գյումրու աղոհացով մեծացած մարդիկ։ Շատերն ավելի բարձր են գնահատում ընդդիմադիր թեկնածուների շանսերը, բայց նրանք պետք է հաշվի առնեն քաղաքական այն տխուր իրողությունը, որը ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման տարիներին եւ բոլորիս աչքի առաջ է։ Մասնավորապես Գյումրիի ընտրությունների համատեքստում իշխանությունները շատ պարզ հասկացրել են մի բան. կամ պիտի հաղթի ՔՊ-ն, կամ էլ իշխող կուսակցությանը հաղթած նոր քաղաքապետը ժամանակի ընթացքում կհայտնվի ճաղերի հետևում եւ կարժանանա Բալասանյանների, Մամիկոն Աստանյանի, Արուշ Արուշանյանի եւ մյուսների ճակատագրին։ Այլ խոսքերով, նույնիսկ եթե իշխանությունը պարտվի Գյումրիում, ընդդիմադիրներից ով էլ հաղթեց, ամենայն հավանականությամբ ենթարկվելու է քրեական հետապնդման։ Բայց ինչի համար կամ ինչ մեղադրանքով կհարցնեն շատերը, ինչպես կասեր ընկեր Ստալինը, մարդ լինի, հոդվածը միշտ էլ կգտնվի։ Ներկա իշխանությունները հենց այս մեթոդներով են պահում իրենց դիրքերը։ Սա ցավալի իրականության արձանագրումն է դրանից բխող հնարավոր զարգացումների կանխատեսումով։ Իսկ ընդհանուր առմամբ Գյումրիի ընտրություններն իհարկե կարևոր են, բայց հազիվ թե դրանք ունենան ռազմավարական նշանակություն, չնայած որ Նիկոլ Փաշինյանն այս իրադարձությունը դիտարկում է որպես ընդդիմության հետ վերջին ճակատամարտը։ Սա ավելի շատ կարելի է համարել նախավարժանք Հայաստանի քաղաքական դաշտի համար, որի կարկառուն ներկայացուցիչները սկսած իշխող ուժից մինչև ընդդիմություն, երկրի խնդիրներն ու մարտահրավերները թողած նախապատրաստվում են 2026-ի ազգային ժողովի հերթական ընտրություններին եւ իրենց գործողությունները պլանավորում են հենց այս տրամաբանության մեջ։ Այսուհանդերձ ով կդառնա Գյումրիի նոր քաղաքապետը։ Հարցի պատասխանը կիմանանք մարտի 30-ից հետո։ Ինչ եք ձերներդ գցել։ Այսօրից հետո էլ բրի վառը մարեմ։ Վառե։ Կվառեմ, հենց բդի վառեմ, հապա։ Արամ Սարգսյան, Արարատ Գրիգորյան, Եվրոմեդիա 24։